Մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր թեմա, ինչի շուրջ այսօր զրուցելու ենք։ Երեք կայացավ Հայաստանում ձմեռվա երգ, ամերիկա-հայկական, այսպես շատ հետաքրքիր Սուրբ Ծննդյան ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Այս ԱՄՆ Հայաստան համատեղ արտադրության ֆիլմը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ տոնական պատմություն, ամանորի ֆիլմ, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ եւ աներևակայելի բնությամբ։ Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան օտարազգի եւ հայ դերասաններ։ Բացի գեղարվեստական մոտիվներից ֆիլմը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գեղեցիկ, մշակույթով հարուստ եւ դիտաժան զբոսաշրջային ուղղություն, որն անպայման պետք է այցելել։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի ունեցավ ԱՄՆ-ում, արժանանալով ջերմ ընդունելության։ Մեր տաղավարում է ֆիլմի ստեղծագործական կազմը՝ Արմինե Անդա, ֆիլմի հայաստանյան պրոդյուսեր, դերասաններ Էդգար Դամատյանը, Մերսի Պետրոսյանը եւ Ջուհադ Մակֆադեն։ Բարի առավոտ բոլորին։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ հետաքրքիր ֆիլմ ձմեռվա երգ։ Ումներ գաղափար է, ինչպես որոշվեց նկարահանել հենց այս տեսակ ֆիլմ, որը որ կարծես թե կապում է Հայաստան-ԱՄՆ ճանապարհը եւ Սուրբ Ծննդյան այդ հետաքրքիր գաղափարը, հրաշքը, որը որ կարծես թե ել ավելի հետաքրքիր է դարձնում ֆիլմը։ Ես ուրեմն ֆիլմի առաջին անգամ նախագծին դեռ առնչվել եմ, երբ ռեժիսորը Անժելա Սատրյանը եւ ես պատահական հանդիպել ենք ամերիկյան համալսարանի ոդքասթում եւ այնտեղ կարծես ինքը արդեն պատմեց, որ ուզում է այդպիսի ֆիլմ անել, իսկ մինչ այդ ինքը Արցախի պատերազմից հետո նկարահանել էր հայկական ոգի The Armenian Spirit ավավերագրական ֆիլմը Արցախի պատերազմի մասին եւ հենց այդտեղ իր մոտ ծագել էր միտք Հայաստանի մասին նկարել ավելի ուրախ նաեւ ֆիլմ, որը Հայաստանը աշխարհին ներկայացնում է բոլորովին այլ նաեւ կողմից, նաեւ ֆիլմը շատ ծանր է եղել Արցախի պատերազմի հետ կապված եւ կարծես այդ ոգու իրավիճակի փոփոխության կարիք է եղել եւ այդպես սկսել է այդ ֆիլմի գաղափարը ձմեռվա երգ, որը ռոմանտիկ կատակերգություն Սուրբ Ծննդյան օրերին Հայաստանում, որտեղ իդեպ գլխավոր դերերում խաղում են Էդգարը, Ջուդան, Ջեսին եւ Քրիստա Մարինան եւ այդպես իսկ հենց այդ ծանոթության շնորհիվ ես արդեն ֆիլմով հետաքրքրվեցի դառնալ հայկական պրոդյուսերներից մեկը, հրավիրեցի Ձանա Ավետիսյանին, որը դարձավ հրաշալի գործընկեր եւ մյուս հայկական պրոդյուսեր, այսինքն երկու հայկական ընկերություն եւ երկու հայկական պրոդյուսեր ֆիլմում եւ այդպես սկսեցինք նկարել անցյալ տարի տեղի ունեցան ցուրտ ձմեռվա մեջ շատ հրաշալի բայց դժվար նկարահանումներ ու այսօր արդեն ֆիլմը էկրանին է։ Սուրբ Ծնունդ, հա, հետաքրքիր է այսպես մի հատ շատ կարևոր տոն բոլորիս համար, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշում են մի այլ ձևով, Հայաստանում նշում են մեկ այլ ձևով։ Ինչպես է կարողացել համատեղել այս երկուսն իրար հետ եւ ինչպես են դերասանները կարողացել աշխատել միմյանց հետ, հա, եւ Հայաստանից դերասաններ եւ ինչպես արդեն գիտենք հոլիվուդյան աստղեր։ Հա, ասենք ժանրայի միջոցով, ասենք Christmas movie-ները Ամերիկայում շատ հայտնի բան են, մանավանդ դեկտեմբեր ամիսին։ So Angela շատ է սիրում այդ ժանրան, ուզում էր այդ ժանրան հայկական ձևով սարքել։ So մենք ստացվեց the first English language romantic comedy Հայաստանում նկարահանված։ Հիմա վերջից են տալի, հիմա սա ասում են, օ Hallmark-ի նման կինո է, տենց Christmas-ային, ասենք ինչ որ Netflix-ի վրա կա, այս Winter Song-ը տենց է եւ ավելի լավ է ձևով։ Դերասանության միջոցները ոնց որ ես Ջուդայի հետ մի քանի տարի առաջ մենք 3 հատ կինոյի մեջ ենք եղել իրար հետ եւ մենք շատ լավ ընկեր ենք, ասենք կինո դերասան ընլնուց դուրս, so ես իր հետ ասեցի արի էս դերը քեզ, Ջեսին էլ կտանք, Ջեսին երկար նայում ենք, ասենք հայկական աղջիկա դեր, հայկական դերասանների տանք եւ իրան կտանք Լոնդոնից, ինքը հայկական աղջիկա դեր, շատ լավ նախադասություն։ Ինչպես գտաք հայկական աղջիկան Լոնդոնից։ Բանենք մենք ինտերնետով search արեցինք, սա Google արեցինք։ Լոնդոնից չէ, բայց մի ձևով ինքը երևաց։ Ես իրան շատ սիրեցի, ասենք տեսքը իր բարենը տեսա, իր վիզիոները տեսա, շատ սիրեցի։ Եվ Քրիստային, ես ու Քրիստան մոտիկ ընկերներ էինք, եւ ես իրան շատ էի սիրում որպես երգիչ։
որպես երգչուհի։ Բայց երբ որ Angela նստել ինձ բացատրեց, ես իրան ասացի, որ էսի Քրիստան է, Լիանան եւ Քրիստան նույն մարդն են, նույն կերպարներն են, եւ որ Քրիստային ասացին ինքն համաձայնվեց։ Եվ հիմա շատ մոտիկ եղանք իր հետ, այս մեր դերասանների վերաբերությունները իրար հիմա շատ ենք սիրում, ամեն օր խոսում ենք իրար հետ։ Ինչ գիտեն մեր հյուրերը Հայաստանի մասին եւ արդյոք պետք էր նաեւ մի փոքր այսպես Հայաստանի մասին ուսումնասիրել, հասկանալ, թե որ երկրի Սուրբ Ծննդյան մասին է խոսքը գնում։ I mean, երկուսն էլ լավ գիտեին, Ջուրան գիտեր, որովհետեւ ես հայ եմ, իրամ ինչ բացատրում եմ, Ջեսին էլ իր ընտանիքը սաղ հայ է, իր ծնողները հիմա ստեղ են առաջին անգամն են Հայաստանում, բայց իրանք էլ ուզում պատասխանեն, so what did you know about Armenia and like what was your experience like coming here and like seeing the country, also being able to film here? I didn't know anything about Armenia before Except for the fact that like I'm Armenian and that was it, yeah. Except for the fact that you're Armenian. I know they have a really great parade in LA every year. I didn't know a whole lot about it, and then coming here is extremely beautiful. All of the people, all the places, I think the history of the buildings and the churches, and it's much older than where I live in America, and it was just a really incredible experience to learn about the culture and then make like one of the first romantic Christmas comedies here. It was extremely special. Yeah. Պետք է թարգմանել։ Այո, անպայման։ Ջուդան ասում է, որ ինքը ոչինչ չգիտեր Հայաստանի մասին, բայց անցյալ տարի որ եկավ Հայաստան արդեն լիքը բաներ իմացավ Հայաստանի մասին եւ շատ գեղեցիկ է Հայաստանը եւ Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին եւ տաճարները եւ քաղաքը եւ ամեն ինչ եւ ասում է, որ շատ ուրախ է ամեն անգամ այդ գալ։ Ձեր կարծիքը։ Հայ բայց քիչ մեծ դժվար է։ For me as an actor to be able to mix what I love to do and represent my culture and heritage on screen was like a dream come true. To meet these guys, like we work so closely together. We became such good friends. We spent the whole of Christmas and New Year last year here together, and Armenia at Christmas is a different kind of magic. It was absolutely beautiful. And to be back here now, a year on, celebrating the film is wonderful. We just had the best time, and we really hope that this is a film about Armenians and showcasing our wonderful country, but also for people who aren't Armenian to be able to watch this film and enjoy the story and see how beautiful our country is like the main hope for the film, and we really hope that it reaches audiences worldwide, not just in Armenia. Ջեսին ասում է, որ ինքը ուղղակի որպես դերասան վիճակի լինել անել են ինչ որ ինքը սիրում է, բայց միաժամանակ ներկայացնել իր ժառանգությունը, իր մշակույթը ուղղակի երազանք է, որովհետև Սուրբ Ծնունդն էլ Հայաստանում կախարդական է ուղղակի, ինչպես ասում են, շատ յուրահատուկ է եւ դա ուղղակի երջանկություն է, որ այստեղ կարողացան այդ ֆիլմ անել, որը նաեւ աշխարհին մյուս ժողովուրդների հետ կիսում է Հայաստանի այդ գեղեցկությունը, կախարդանքը եւ այլն, եւ դա հույսն է ֆիլմի, որ ոչ հայ հանդիսատեսի հետ էլ դա կկիսվի։ Վերջերս պրեմիերան տեղի ունեցավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հա, եւ 3 էր, եթե չեմ սխալվում, նաև Հայաստանում։ Ինչպես անցան պրեմիերաները եւ ինչ տարբերություններ կար Ամերիկայի հանդիսատեսի եւ Հայաստանի հանդիսատեսի միջեւ, արձագանքներն ինչպիսին էին։ Երկուսն շատ հավես էր, մեր ամերիկյան պրեմիերը շատ լավ ընդունեցին, մանավանդ ասենք ոչ հայերը։ Ասենք ամերիկացիները որ մեր կինո նայում են, ասում են, «Վաու, այս Հայաստանը ինչ գեղեցիկ է, մենք ուզում ենք հիմա Հայաստան գնանք»։ Այդ մարդիկ մեզ ասում են, մենք շատ լավ ենք զգում այդ դրա հետ։ Եվ տարբերությունները տենց չեմ ուզում ասում շատ տարբերություն կա, բայց ասենք մարդիկ շատ տարբեր են, ասենք այստեղ Հայաստանի հայերը շատ հավես բան է, շատ ջերմեն, Ամերիկանում մի քիչ տարբեր է։ Իսկ արդյոք սա միտում ունի նաև Հայաստանում զբոսաշրջությունը էլ ավելի ակտիվացել, չէ՞, որ հենց այս ֆիլմի միջոցով շատ ու շատ ամերիկացիներ այսօր սկսեցին տեսնել Հայաստանը, սկսեցին տեսնել Հայաստանի շատ գեղեցիկ տեսարժան վայրերը, Սուրբ Ծննդյան տոնը։ Ասենք որ ֆիլմը արդեն վաճառվել է Amazon Prime-ում եւ արդեն դիստրիբյուցիա ունի ամերիկյան հանդիսատեսի համար, արդեն սթրիմինգ
գարվում ամերիկյան հանդիսատեսի համար դեռ միայն ամերիկյան, բայց դա միայն սկիզբն է, մանավանդ պրեմիերան նոր է եղել եւ այո մեծ հույս ունենք, որ սա համաշխարհային հանդիսատեսին Հայաստանը նաեւ կգրավի որպես զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր։ Միչելոս Ջեսին նաև ասաց, որ իրենք դերասաններով շատ մտերմացել են նկարահանների ժամանակ գառնել դրա մասին խոսեց եւ շատ ընկերություններ են ձեռք բերել։ Դա էլ է շատ մեծ ձեռքբերում, երբ ֆիլմից հետո մարդիկ ձեռք են բերում ընկերություն եւ այլն։ Եվ իդեպ Հայաստանից էլ շատ դերասաններ են նկարվել ֆիլմում, շատ հրաշալի դերասաններ, Մարինե Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Համլետ Ջոբանյանը, Լևոն Հախվերդյանը, Քրիստինե Դանելյանը, Գանե Եղիազարյանը եւ այլն։ Ես վստահ եմ, որ ֆիլմը նաև մենք հնարավորություն կունենանք Շանթ հեռուստաընկերությամբ ցուցադրելու։ Այ խոսեցիք, որ նկարահանվել են թե դերասաններ Հայաստանից եւ թե Ամերիկայից։ Այ խոսենք թե Հայաստանի դերասանների ներգրավվածությունը ինչպես էր ֆիլմում եւ արդյոք կային տեսարաններ, երբ ամերիկացի եւ հայ դերասաններ պետք է միասին խաղային։ Հա, իհարկե ֆիլմում այդպիսի շատ տեսարաններ կան։ Իդեպ ֆիլմում կան նաև հայերեն տեքստեր, հնչում է նաև հայոց լեզուն, քանի որ ֆիլմը անգլերեն է, բայց շատ դերասաններ իրենք քանի որ Հայաստանից են, այդտեղ ոչ մի խնդիր չի եղել, որ իրենք խոսեն նաև հայերեն, այնպես որ տեսարաններ կային, որ խոսում էին եւ անգլերեն, եւ հայերեն, եւ այո, միասնական տեսարաններ կային։ Սուրբ Ծննդյան մասին, որ հարցրեցիք Ամերիկա-Հայաստան, ֆիլմում կա եւ ամերիկյան Սուրբ Ծնունդը, եւ Հայաստանի Նոր տարին, եւ Հայաստանի Սուրբ Ծնունդը, այսինքն ամբողջական միասին կարծես այդ Սուրբ Ծննդյան կախարդանքի մեջ էր ֆիլմը, եւ հայ դերասանները միասնական խաղալը ոչ մի խնդիր չի եղել։ Ինչ փորձ ունեցան հայ դերասանների հետ խաղալուց եւ ինչ կարծիք ունեն մեր հայ դերասանների մասին։ Yeah, the question is, what was it like working with like the Armenian actors from Armenia? Working with Jess? No, like the dinner scene we had of like the cousins and stuff. Like, what was it like working with them, like being that in that environment, and the crew as well. Yeah, for that the matter. crew was incredible, and the other actors from Armenia were the best. Yeah. they were incredible. They were really Yeah. really fun to work with. Good. It was really special to celebrate last night at the premiere with all of the crew who worked really hard on this film, and for a lot of them, you know, they were saying what an amazing experience this was for them, an opportunity. So I'm so happy that, you know, coming from places like, you know, we live in London and LA where the film, TV and film, you know, community is huge. So to be able to kind of bring some of our knowledge and help share that here was amazing. And also, like, you know, we have a saying, like, you know, you have Armenian eyes, you know, with especially, I've forgotten his name, but the grandfather, the actor who played, Yeah, I was like, his eyes on screen just translate tell so many stories. So I think it was really special to be able to, like, bring that here and help the community here, which, yeah, was wonderful. Եթե կշտարքմանեմ ջուդան սկսեց նրանից, որ անհավանական անձնակազմ էր ֆիլմի ընդհանուր եւ դերասաններն էլ շատ լավն էին եւ միասնական աշխատանքը հրաշալի էր եւ Ջեսին ավելացրեց, որ երեք ուղղակի շատ ուզիչ էր բոլորին տեսնել, որոնք այդքան աշխատանք էին արել ֆիլմում եւ դերասաններից մեկին հիշեց Արա Սարգսյանին, որը խաղում է պապիկի դերը ֆիլմում Իսկական հայ։ որը ունի այդ հայկական աչքերը ասված ու այդ էկրանին ուղղակի շատ ուժեղ էր հրաշալի էր միասին խաղալը ֆիլմում ես էլ եմ խաղում ֆիլմում իրականում Ես չեմ դիտել ֆիլմը, բայց անպայման մեծ սիրով սպասում եմ, երբ պիտի դիտենք։ Ուղղակի հրաշալի էր պատկերացրեք նույնիսկ ինչ որ բանի մոռանում էր որ մենք բոլորս խոսում ենք ինչ որ մեկ այս լեզվով մեկ այլ լեզվով եւ այլն ոնց որ մի լեզու դարձած իններ ուղղակի կինոն ֆիլմի պատմությունը գնացող շարժող լեզուներ Հերոսը երաժիշտ էր։ Ինչ ոճի երաժիշտ էր եւ արդյոք ֆիլմում հնչում է նաեւ երաժշտություն հայկական։ Էդգար ինչ հարց ինչ ոչի ինչ Ֆիլմի հերոսը երաժիշտ էր։ Այ ինչ ոճի երաժիշտ էր։ Ինչ էր նվագում։ Ջազ էր նվագում, ռոք էր նվագում։ What would you classify Krista's music as? Like Եվ արդյոք ֆիլմում հնչում էր նաև հայկական երաժշտություն, որտեղ հնչում էր, չէ՞։ Ինքը ոնց է ասենք ավելի շատ
R&B soul տենց արտիստ է, բայց ինքը որ հայ է, իր երգերի մեջ միշտ փորձում է տենց հայկական տենց նոտաներ դնի, որ ասենք միշտ հայությունը մնա։ Դա է շատ հետաքրքիր բանը Քրիստայի մյուզիկի հետ կապված էլի։ Բայց նաև ֆիլմում շատ ուժեղ է հայկական էլեմենտ, ինքը թմբլայ է նվագում, հենց այդ նույն պապիկը իրեն իր հորը պատմության մեջ թմբլայ է սովորացրել, իրանք դա շատ պատահական հանդիպում բարձում են, ինքը թմբլայ է նվագում, ինքը շատ հայկական երգեր եւ երգեր է լսում, երգիչներ է տեսնում, ֆիլմի պատմության մեջ մաս է կազմում նա, որ ինքը փնտրում է նաեւ իր երաժշտությունը, իր երգը եւ Հայաստանում հայտնաբերում է շատ ուժեղ իր երաժշտության, իր երգի եւ Հայաստանի երաժիշտների միջև։ Իսկ արդյոք օտար երկրադերասանները կարողանում էին հայկական տեքստեր ասել, նախադասություններ, կար այդպիսի բաներ։ Շատ կար actually. They said if it was easy for you to learn Armenian and say the words in Armenian, and yeah, go ahead. I only learned a few things. Merci Shad, and then yes, kes surumem. Oh, it's good. That's the only things I learned how to say. Another words? Huh? Another words? I don't know. That's huh? Barevzes? Yeah. Jamu? But shut I know Jamu. I know Jamu. Լավ ասում։ Ակցենտներ կարծես։ Hi, Arthur. Yes, kes surumem Jamu. Yeah. Honorary. Please. ABC. Yeah. Armenian by casting. Yeah. Yeah, we all got tattoos as well. Yeah. We got matching tattoos of Ararat. Yeah. Juju got one as well. Really? So he's honorary Armenian now. We said like this. Yeah, we've got matching. Պես տեսնենք, որ Yes. բոլորն արդեն ունեն դաջվածքներ Արարատի լերը, սա կարծես թե նշան է, որ դուք բոլորդ մի թիմից եք, ես սա կարծես նաև շատ լավ դաջվածք է, որը որ նրանց կվերադարձնի հետ հայրենիք։ Այո։ Շնորհակալություն, արդեն ձեր այս պատմվածքները կարծես թե թեմես, թե մեր հեռուստադիտողին շատ ոգևորեցին, որպեսզի մենք անհամբեր սպասենք դիտենք այս ֆիլմը։ Շնորհակալություն դերասանական կազմին, որ կարողացել են դառնան մեկ եւ կարողացել են թե հայկական սուրբծնունդը, ինչպես խոսեցինք, ամերիկյան սուրբծնունդը սարքել մեկ եւ նաեւ Ամերիկայում տարածել մեր հայկական արվեստը, Հայաստանի մասին պատմություններ։ Վստահ եմ, որ կինոթատրոններում արդեն կինոները լինելու են, այո, Հիմա հենց երեկվանից սկսված ֆիլմը Հայաստանի Երևանի բոլոր կինոթատրոններում։ Բոլոր կինոթատրոններում։ Հերոստատիտողին կարող ենք հորդորել գնալ ընտանիքով դիտել այս ֆիլմը, շատ լավ առիթ է նայել, ուրախանալ, լավ տրամադրություն ունենալ։ Մենք նույնպես մեծ հաճույքով վստահ եմ Շանթ հեռուստաընկերությունում կցուցադրենք այս ֆիլմը համապատասխան պայմաններում եւ համապատասխան պայմանավորվածության դեպքում։ Շնորհակալություն, ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Հուսամ, որ ելի կունենաք հետաքրքիր ֆիլմ, մենք ձեզ նորից կհրավիրենք մեզ հյուր։ Իսկ մենք